Բարև ձեզ, եթերում կինը կնոջ կողքին հաղորդաշարն է, իսկ ես Սյունեն եմ Ավագյան։ Ох, իսկ կողքի կնոջի։ Սիրուն։ Դու ուժեղ ես։ Կինը կնոջ կողքին հաղորդումը հենց այնպես չի ասվել, որ այս սենց մենք ձեր կողքը կանգնած ենք։ Լիանա ջան, անկեղծ ասած, շատ հուզվեցի, քանի որ դուք շատ հուզիչ ինձ դիմավորեցիք, արդեն իսկ սիրտս սենց կտոր-կտոր ա լինում։ Ուզում եմ անցնենք քո պատմությանը, քանի որ քո կյանքի պատմությունը բավականին հուզիչ է։ 3 տարեկանից դուք հայտնվեցիք մանկատանը, ինչպես ես գիտեմ։ Սկսենք այդտեղից։ Ճիշտն ասած շատ բաներ չեմ հիշում, տարեկից ելնելով, բայց 3 տարեկանից այո, տեղափոխվել եմ Գավառի մանկատուն, ծնողներիս հետ կապը եղել է, մամաս եկել գնացել է, արձակուրդներին ինձ տուն ա բերել, ուղղակի հետո, երբ որ ես դարձա 12 տարեկան, մամաս որոշեց, որ ինձ պետք է մանկատնից մշտական հանի, տուն բերի ու մի տարի հետո, 1.5 տարի հետո, մամաս մահացա ու ոնց որ էլի հետ մանկատուն։ Նորից ես գնացել։ Հա, զուտ ես 13-14 տարեկան էի, բայց այդ ընթացքում մամայիս մահից հետո դրսում էի մնում, ոստիկաններից փախնում էի, որ ինձ էլի մանկատուն չտանեին։ Բայց հետո դպրոցի տնօրենը, այն դպրոցում, որտեղ որ ես սովորում էի, տնօրենը կանչեց ինձ իր մոտ, ասեց սենց չի կարա շարունակվի, դու աղջիկ երեխա ես, քո ապագան հենց հիմա, ասենք վտանգված է։ Չէիք ուզում, այսինքն վերադառնաք մանկատուն։ Հա, հոգեբաններ եկան, ոստիկանությունից կանացի ներկայացուցիչներ եկան, որ աշխատանք տարվի, որ հասկանամ, որ վտանգ չի։ Չնայած ես այդտեղ վտանգել չէի տեսնում, բայց չէի ուզում հետ գնայի։ Ու խնդիրը եղավ սենց, որ ես կգնամ մանկատուն, բայց Երևանի տարածքում։ Չէիք ուզում հեռու տեղ։ Հա, Երևանի տարածքում ու ինձ տեղափոխեցին Զատիկ խնամքի կենտրոն։ Գնացել եմ Զատիկ։ Ինչքան ժամանակ եք դուրս հայտնվել։ Մի 3 ամիս։ 3 ամիս այդ ձև ապրել եք։ Հա, այսօր մամայիս այս մի ընկերուհու տանը, վաղը այն մի ընկերուհու տանը։ Ես մտածում էի սենց, չգիտեմ, խիտ շատ լուրջ էի մտածում։ Մտածում էի, որ այս մի տեղը երկար մնամ կգան ինձ ստեղից կտանեն, այն մի տեղը երկար մնամ կգան ինձ ստեղից կտանեն։ Սենց մի հատ էլ բան կար արանքային, որ մամայիս մահից հետո մամայիս ընկերուհին դիմեց ոստիկաններին իմ խնամակալությունը վերցնելու համար, բայց ոստիկանները իրան չտվեցին, որովհետև ինքը չուներ կայուն եկամուտ ու ինչ-որ հանգամանքների բացակայության պատճառով ինձ իրան չտվեցին։ Բայց ինքը միշտ եկել գնացել է, ես մանկատնից հետո էլ իր հետ կապ եմ ունեցել։ Մամայիս թաղումը ամբողջությամբ ես ու ինքը իրար հետ Դե ժամանակ դուք փոքր էիք։ Հա, ես փոքր էի, ես գնացի կուրսակցություններից մեկը կոնկրետ չնշեմ, ու մամաս այնտեղ հավաքարար էր աշխատում։ Խնդրեցի, որ ինձ օգնեն, որովհետև մամայիս մարմինը մեզ չէին տալիս։ Խնդրեցի, որ ինձ օգնեն, որ մամայիս մարմինը ինձ տան ու տարածք տրամադրեն, որ ես մամայիս թաղումը կազմակերպեմ, որովհետև ես մենակ էի։ Դուք այդ ժամանակ քան տարեկան եք։ 13-14։ Ու կարողանում եք ամեն ինչ։ Դե հա, ես միշտ եմ ինքնուրույն եղել։ Շատ լավ է։ Ճիշտն ասած, մամայիս ընկերուհին էլ մեծ դեր ուներ, որտեղ ինձ մենակ չէր թողում։ Տարածքը տվեցին, ամեն ինչը, ծախսերը բոլոր իրանք են հոգացել։ Մամայիս թաղումից հետո գնացել ենք մամայիս ընկերուհու տուն, ինքը իր տանը հաց ա դրել։ Լիանա ջան, երբ դուք մանկատնից դուրս եկաք, արդեն 12-13 տարեկան աղջնակ էիք, ուզում եմ հասկանալ, դուք չարացած եք ձեր մայրիկի նկատմամբ, ինչ զգացողություններ էր, երբ դուք մանկատնից դուրս եկաք։ Ճիշտն ասած, մանկատնից դուրս գալու շրջանը էմոցիաները շատ խառն է եղել, որովհետև անկախ ամեն ինչից դու այդտեղ ապրել ես, բոլորի հետ կապվել ես, ոնց որ իրանք էլ են քո ընտանիքը,
ոնց որ մի ընտանիքից գնում ես, համեն լինի մամայա, մամայի մոտ ես գնում։ Այդ ընթացքում էմոցիաներս այդպեսին ա եղել, շատ խառն ա եղել, բայց ամեն ուրախ եմ եղել, որ մամայիս մոտ եմ գնում, տուն եմ գնում։ Չգիտեմ, մանկատաների համար sense մի հատ ուրիշ աուրա է այդ, որ դու մանկատնից վերջապես տուն ես գնում։ Այսինքն դուք չարացած չէիք ձեր մայրիկի նկատմամբ, որ ձեզ տարել էր մանկատուն։ Չէ, ես չարացած չեմ եղել, բայց երբևիցե իրան չեմ էլ հարցրել, թե ինչի համար ես ինձ մանկատուն տարել, որովհետև ես միշտ մտածել եմ, որ այդ հարցը կարա իրան ցավացնի։ Իմ մեջ միշտ են եղել հարցեր, ինչի համար ես ինձ տարել, կամ չգիտեմ, ինչի համար ես պետքա տարվա մեջ 3 ամիս քո հետ ապրեմ արձակուրդներին, կամ հետո ամիսներով խաբես ասես գալիս ես չգաս։ Ու անընդհատ այդ սպասում էի մեջ լինի, ուրիշների մամաները գան գնան, ես իմանամ, որ դու այսօր գալու ես ու դու չգաս։ Այդ սպասումները մի քիչ ուրիշ ապրումներ են, բառացիորեն չեմ կարող դրանք նկարագրեմ, բայց չարացած չեմ եղել, հետո անցել է այդ ամեն ինչը, գիշերը բարձի լացելով, փափուկ խաղալիք գրկելով եւ այլն, հետո ինքը մի անգամ եկել է ինձ գրկելով ու այդսաղ անցել է։ Ճիշտ է, մամաները вообще տենց են։ Ընդհանրապես մամաները ինչ ուզում ա լինի, մենք իրենց սիրում ենք ու անհնար է մամաների դեմ չարանալ, բայց ես մի պահ պատկերացնում եմ այդ ձեր ապրումները, որ դուք ինչ եք ապրել իրականում։ Այն որոշումները, որ փոքր տարիքում քո տեղը պետք է կատարեն քո ծնողները, որ դասարան գնաս, սեպտեմբերի 1-ը դու ինչ հագնես, որ սիրուն լինես, աղջիկ երեխա ես, այս բանտիկը կապես, այն մեկը անես, այդ դրանք լրիվ մանրուքներ են, ես բան չունեմ ասելով, բայց այդ արանքում քո ծնողները պետքա քո կողքը լինեն, իրանք պետքա քո ձեռը բռնած քեզ տանեն դպրոց, իրանք պետքա որոշեն լիքը բաներ քո փոխարեն, որ դու ստիպված ես այդ տարիքում ինքնուրույն որոշես, ու դու չգիտես քո որոշումը ինչքանով ճիշտ կլինի, ինչքանով սխալ։ Լիանա ջան, ինչքան էլ դուք ներած լինեք ձեր մայրիկին, բայց եկենք խոսենք այն մասին, որ երբ որ դուք վերադարձաք ձեր մայրիկի մոտ, ձեր կյանքում շրջադարձ եղավ, կոպիտ ասած ձեր կյանքը դժոխքի վերածվեց։ Գիտեմ, որ շատ դժվար է իրականում, բայց հիմա պետք է հասկանաս, որ արդեն ամեն ինչ անցել է ու հիմա ավելի խաղաղ կյանքով ես ապրում ու դու պետք է քո աղջկա համար ամեն ինչ անես, որ այն ինչը որ քո մայրիկը չի հասցրել քեզ դա, դու պետք է քո աղջկան տաս։ Ու մենք ամեն ինչ կանենք, ինչքան որ ուժ ունենք, Աստծո օգնությամբ քեզ կարողանանք օգնենք, որպեսզի դու հասնես ամեն ինչին որ կարող ենք։ Ինչքան է ցավոտ լինի, մենք ուզում ենք, որ այս թեման բարձրաձայնենք ու զգոն լինեն բոլոր այն մայրիկները, ովքեր աղջիկ երեխաներ ունեն ու շատ զգուշորեն մոտենան այս հարցին, երբևիցե իրենց աղջիկ երեխաներին ոչ մեկին չվստահեն։ Իրականում մենք քեզանից շատ շնորհակալ ենք, որ դու այսօր այստեղ ես, դու այնքան կամքի ուժ ունես, որ սա բարձրաձայնում ես, օրինակի համար շատ կանայք այս հաղորդումից հետո շատ ավելի զգոն կլինեն իրենց աղջիկ երեխաների նկատմամբ ու ավելի քիչ կլինի այն, ինչը որ իրականում տեսել են մեր տարիքակիցները։ Չնայած հիմա էլ կա, ուղղակի մենք բոլորս փորձում ենք այդ ամեն ինչը կանխել։ Փորձեմ 2 բառով ներկայացնեմ կատարվածը։ Կատարվել է բռնություն ու ես այդ ժամանակ ընդամենը 12-13 տարեկան էի ու կատարվել է մեր ընտանիքին շատ մոտ մարդուց ու այդ ամեն ինչը փոխել է իմ կյանքը, փոխել է դեպի վատը, որովհետև երբ որ ես այդ ամեն ինչի մասին պատմեցի մամայիս, ինքը պրոստը ինձ չհավատաց։ Մի հակ պատճառը, որ կարամ ասեմ իմ ու մամայիս հարաբերությունների չստացվելուն, մինչև իր մահանալը, այդ իրա ինձ չհավատալն էր,
Ես ընդհանրապես մտածում եմ, որ եթե դու մամա ես, դու անկախ ամեն ինչից պետք է առաջինը քո երեխուն հավատաս։ Իհարկե։ Ես այս պատմությունը ընդհանրապես շատ փակ է ու ինձ համար շատ բարդ է սրա մասին խոսալը, բայց հասկանալով այսօրվա վիճակը, մեր երկրում կատարվող վիճակները, այդ դեպքերը ու մի դեպք չի, շատ են։ Իհարկե։ Ոմանք լռում են, ոմանք բարձրաձայնում են, ոմանք բարձրաձայնում են ուղղակի ուշադրություն չեն դարձնում կամ չեն հավատում։ Ես ուղղակի ուզում եմ խոսել այս մասին նրա համար, որ մամաները առաջին հերթին պետք է իրենց երեխեքին հավատան։ Եթե այդ ժամանակ մամաս ինձ հավատար, կարող է ամեն ինչ ուրիշ ձև լիներ։ Ես չէի փակվի իմ մեջ, չէի փորձի ինքնուրույն այդ ամեն ինչի տակից դուրս գայի, չէի փորձի ինքնասպանություն, չէի անի սխալ քայլեր, չէի ընկնի վատ շրջապատ ու կարող եմ կյանքը լրիվ ուրիշ հիմք ունենար, լրիվ ուրիշ ուղի ունենար։ Չգիտեմ, ներել չներելը չեմ կարա ասեմ անկեղծ, ինքը այսօր չկա Աստծու մոտ է, ինքը անկախ ամեն ինչից մնում է իմ մաման, բայց ես միշտ մտածում եմ, որ եթե այդ պահին ինքը ինձ հավատար, կարող ամեն ինչ չկարողացար ոչ մի ձև ապացուցել, որ այդպիսի դեպք է տեղի ունեցել։ Բայց այնա, որ ինձ օտար մարդ, այսինքն մամայիս ընկերուհին ինձ հավատաց, ինքը ամեն ինչ իր աչքերով տեսավ, ինձ հավատաց։ Կներես իհարկե, ում մասին է խոսքը, ով է այդ ամեն ինչը։ Ինքը մեր ընտանիքին շատ մոտ մարդ էր։ Մամայիս մանկության ընկերներից էր։ Ուղղակի ընտանիքի մոտ հրազատ։ Իսկ քանի տարեկան էր։ Այդ ժամանակ ինքը 57, ես 13, 12, 13։ Ես ուղղակի փշակավեցի։ Այս թեման իմ համար էլ է շատ բարձրամասն խոսալը ու առհասարակ բարձրաձայները, մանավանդ sense մասշտաբային Իրականում մենք եւ շատ մամաներ քեզանից շատ շնորհակալ ենք, որովհետեւ դու այսօր մի թեմայի մասին ես խոսում, որ շատ մարդիկ ուղղակի ամոթի գերի չեն խոսում, չեն բարձրաձայնում։ Եթե դու ունես աղջիկ երեխա, այսօր ես աղջիկ երեխու մամա եմ, եթե դու ունես աղջիկ երեխա, քո համար առաջինը պետք է լինի այն, ինչը ազդում քո երեխեն, ինչի կարիք ունի քո երեխեն, ինչ է մտածում ու ինչ է ուզում քո երեխեն։ Մայիսի 25-ին քո աղջկա տարեդարձն է։ Այո։ Ու ինքը ասել է, որ այս տարեդարձից ուզում եմ, որ դու մի ամբողջ օր տունը մնաս, գործի չգնաս ու մանկական սրճարանում նշես։ Դու ինչ ես պատասխանել։ Ասել եմ, որ կանեմ ամեն ինչ, որ իր օրը իրական դարձնեմ։ Բայց ինչ որ բան մտածել ես, որ անես։ Ճիշտն ասած դեռ չէ։ Այս մի փոքր գումարը, կինը կնոջ կողքի հաղորդումը ձեզ նվեր է անում, որպեսզի ձեր աղջկա տարեդարձը նշեք, իր ուզած տեղը կտանես, կնշես, նկարները կուղարկես, մենք Instagram-յան մեր էջում կտեղադրենք, մեր հետևորդները նույնպես կտեսնեն, կուրախանան։ Շնորհակալ եմ շատ։ Շուշան ջան, նախ շնորհակալ ենք, որ դուք մեր հաղորդմանը աջակից եք դարձել որպես գործարար կին։ Դուք ձեր բարի քայլով մեկ կնոջ կյանք փոխում եք։ Ուզում եմ, որ բացի հաղորդման հովանավոր լինելուց, դուք լինեք Լիանայի համար մոտիվացիա, ինչպես եք սկսել ձեր գործունեությունը եւ ինչ դժվար ճանապարհ եք անցել, որ այսօր հասել եք մի կետի, որ Հայաստանում ձեր խանութ սրահը բավականին շատ լավ անուն է ձեռք բերել ու ես գիտեմ նաև, որ դուք տանից եք սկսել աշխատելը, որ այսօր հասել եք այս արդյունքին։ Սյունե ջան, նախ շնորհակալ եմ շատ, որ ինձ ընտրել եք ձեր հաղորդման հովանավոր։ Պիտի ասեմ, որ այո, ես տանից եմ սկսել իմ բիզնեսը, բավականին արդեն 10 տարի ավել կլինի, որ ես այս բիզնեսի մեջ եմ։
ունեցել եմ շատ դժվարություններ, ինձ ոչ մեկ չի օգնել, ես ինքս եմ ամեն ինչ ստեղծել, ժամանակին ես կարել եմ, հետո սկսել եմ առաջ գնալ ու մտածում եմ ինչ ոչ, ես կարող եմ այս ամեն ինչը ինքս անել ու սկսեցի քիչ վաճառքի, հաճախորդներ հավաքեցի, on-line հարթակում ես շատ մեծ հաջողություններ եմ ունեցել ու մի օր միտք ու գաղափար ինձ տվեց իմ Աստված, որ դու կարող ես այլ ավելին ունենաս, այլ ավելի առաջ գնաս ու մի օր մտածեցի, որ ես պիտի խանութ ունենամ։ Ինչու՞ չէ, այո։ Ու հավատացեք, շատ մրցակիցների թողել եմ իմ ետևում։ Դա շատ ողջ։ Ինձ ոչ ոք չի օգնել, ես ինքս ամեն ինչ հաղթահարել եմ, մտածել եմ, որ շատ լավ է լինելու ու ես այսօր շնորհակալ եմ Աստծուն, որ ինքը իմ կողքին է ամեն պարագայում։ Հետաքրքիրը այն է, Շուշան ջան, որ միշտ այն կանայք են կանգնում կնոջ կողքին, ով բավականին շատ դժվարություններով անցած է ու չեն չարանում այդ կանայք, դա շատ ողջունելի է, որ իրենք հոգեպես չեն չարանում, պատրաստ են թեկուզ մեկ կնոջ կյանք փոխել ու ես այս հաղորդման շրջանակում ինչքան կանանց հետ որ հանդիպել եմ, ես մի բան եմ հասկացել, որ իրենք բավականին դժվար ճանապարհ են անցել, բայց երբեք չեն չարացել ու ուզում եմ, որ իրենց ներդրումը ունենան, կարողանան մի կնոջ կյանք փոխել։ Հիմա դուք այդքան դժվար ճանապարհներ եք անցել, ճիշտ է, ես ձեր հետ զրուցելու, ձեզ ճանաչելու ընթացքում հասկացել եմ, որ դուք ամեն ինչի շատ թեթև եք նայում, ասում եք, դե ես գիտեմ, որ ես հաջողակ եմ, իմ մոտ ստացվում է, բա ոնց խորհուրդ տամ, բայց ուզում եմ, որ Լիանային նույնպես խորհուրդ տաք, ինչպես անի, որ իրա մոտ էլ ամեն ինչ շատ լավ ստացվի։ Գիտեք ինչ, Սյունե ջան, ես կուզենամ Լիանային իրականություն խորհուրդ տամ։ Հավատացեք Լիանա ջան, եթե դուք ունենաք մի փոքր աշխատասիրություն, մի փոքր զբաղվեք այն ինչով, որ ձեզ է դուր գալիս, դուք հասնելու եք այն ամեն ինչին անգամ դուք չեք երազել։ Ձեր համար շատ դռներ են բացվելու, հավատացեք, դուք հասնելու եք, ունենալու եք այն ամեն ինչը, ինչին անգամ չեք պատկերացրել։ Դա իմ սեփական փորձից եմ ասում։ Շուշան ջան, իրականում մենք մեր հաղորդման հովանավորներին այնպիսի մարդկանց ենք ընտրում, որ իրենք իրական են հասել այն ամենին, ինչին որ հասել են, որպեսզի մեր հաղորդման հերոսուհիներին ճիշտ խորհուրդներ տան։ Այսինքն այն ինչը որ ամեն մեկը մի խորհուրդ տա, վստահ եմ, որ մարդը կարող է միանգամից ուժ հավաքել ու մի կարևոր հարց ունեմ ձեզ։ Ինձ միշտ հետաքրքիր է լինում այդ հարցի պատասխանը, ես ուզում եմ դուք որպես այս ամենի հասած կայացած կին, օրինակի համար դուք մտածում եք, որ օրինակ մենք այսօր էլի ենք այդ թեմայի շուրջ խոսացել, ձեր համար երազանքը գոյություն ունի, թե նպատակը։ Սյունե ջան, ես իմ կյանքի փորձից հասկացել եմ, որ նպատակը գոյություն ունի, մարդ պետք է նպատակասլաց լինի, նպատակ ունենում ես, պայքարում ես ու դա քո համար դառնում է երազանք, երազանքը իրականանում է նպատակի հաշվին։ Ես իրականում դա հասկացել եմ, որ միշտ կայացած կանայք են հենց այդպես մտածում։ Այո, նպատակ, միայն նպատակ։ Հետաքրքիր էր, երբ որ դուք այս բիզնեսը հիմնում էիք, արդյոք մտածում եք, որ մի օր այսպես կարող է ընդլայնվել։ Ես գիտեմ նաև, որ դուք մտադրություն ունեք փակագծերը բացում են, իհարկե, Միացյալ Նահանգներում նույնպես ունենալ ձեր մասնաճյուղը եւ այնտեղից շատ պատվերներ եք ունենում, բայց քանի որ չեք հասցնում, ուզում եք միանգամից ունենալ ձեր մասնաճյուղը, ճիշտ եմ։ Այո, Սյունե ջան, ճիշտ ես։ Երբեք չեմ մտածել, որ կհասնեմ այս level-ին։ Հավատացեք, եղել է ժամանակ, որ մի պահ հիասթափվել եմ, մտածել եմ, չէ, վերջ, այլ չեմ ուզում զբաղվեմ։ Հետո հավատում եմ Աստծուն, Աստված ինձ հենց մի հատ ուժ ա տվել այդ պահին, որ ես նորից մտքերս հավաքել եմ, վերականգնել եմ ու գնացել եմ առաջ։
երբեք չեմ մտածել, որ կլինի այս խանութը, կլինեմ այսքան պահանջված, մեր գործը, մեր աշխատանքը, այո, ու նպատակ ունեմ, որ ապագայում շուտով, շատ շուտով լինել Ամերիկայում, մեր մասնաճյուղը բացել։ Իդեպ մեր եթերը հեռարձակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մենք անպայման քո տվյալները կթողենք, մեր հեռուստադիտողները նույնպես կարող են օգտվել եւ շնորհակալ լինել մեզանից, որ մենք խորհուրդ ենք տալիս ձեր նման լավ մասնագետի։ Դե մասնագիտությունա չէ՞ էլի ինքը համարվում, երբ որ դուք գնում եք, ճիշտ եմ, չէ՞։ Իսկ մի հատ կարևոր հարցել ունեմ։ Օրինակի համար, եթե 15 օր ձեր խանութ սրահում առևտուր չլինի, դուք նեղվում եք, եղել է այդպիսի դեպքեր։ Երբեք չեմ նեղվել։ Բայց եղել է, որ մի ամիսները մեկ ամիս վաճառք չենք ունեցել, բայց ես ինձ հույս եմ տվել, որ ավելի լավ է լինելու, սա ուղղակի մի փոքր բարդ ճանապարհ է ու անցնելու է ու ամեն ինչ լավ է լինելու, երբեք չեմ մտածել։ Իսկ թվում է ձեզ ձեր հաճախորդները տեսնելուց հետո այսպիսի գեղեցկադեմ կին դիմավորում է, ընդ որում դուք աշխատողներ ունեք, բայց դուք միշտ գտնվում եք խանութում, անպայման հետևողական եք լինում, այսինքն ճիշտ է, դուք հասել եք այն level-ին, որ դուք կարող եք ընդհանրապես չաշխատել, բայց անձամբ ձեր ձեռքով գնում եք, տեղադրում եք, իմ նման, այսինքն ես էլ եմ։ Այո, անպայման նայում եմ, գործը հանձնում ենք, հաճախորդի կարծիքը մեզ շատ կարևոր է, հաճախորդը մեզ վերջում միշտ շնորհակալ է լինում, մենք հանգիստ դուրս ենք գալիս։ Շուշան ջան, եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում, որ դուք մեր կողքին եք, թող ձեր այս բարի գործը տասապատվի, քառապատվի, չգիտեմ ինչ ասեմ, Աստված տեսնում է, որ մենք անշահախնդիր ամեն ինչ անում ենք, որ լինենք այն կանանց կողքին, ովքեր մեր կարիքը ունեն։ Կինը կնոջ կողքին հաղորդումը վստահ եմ, որ մի օր ավելի սենց ամուր կդառնա, կանանցով կհավաքվենք, կամրապնդենք, որ սենց մի տեղ լինի, որ կինը անօգնական լինի, կասեն գնացեք կինը կնոջ կողքի հաղորդմանը մասնակցեք, այնտեղ կանայք պատրաստ կլինեն ձեզ օգնելու։ Շնորհակալ եմ շատ, որ ինձ ընտրել եք ձեր հաղորդմանը որպես հովանավոր։ Ես մեծ սիրով կաջակցեմ ինչքան հնարավորինս կարող եմ ու ամեն ինչ խոսք եմ տալիս, որ ունենալու են մեր կանայք, ովքեր մեր կարիքն ունեն, անպայման մենք իրենց կողքին ենք լինելու մինչև վերջ։ Դեպքը մեքենայի մեջ է տեղի ունեցել, ինձ շատ հետաքրքիր է, որտեղ էիր գնում, մաման ուր էր ուղարկել, այդ ժամանակ արդեն մամայի մոտ էիր, չէ՞ ապրում։ Ուղղակի գնացել էինք խանութ առևտուր անելու։ Մաման ասաց, որ մամայի հետ հեռախոսով կապի մեջ էինք, մաման ասաց, որ ինքը մի փոքր ուշ կմիանա մեզ։ Ոնց որ մենք կգնանք խանութ, ինքը կգա խանութ։ Ես միջև այդ տվյալ մարդու ուշադրությունը իմ հանդեպ զգացել եմ, մամային ասել եմ, բայց մաման ուշադրություն չի դարձրել իմ ասածներին։ Ես էլ մտածել եմ, լավ, կարող է ինձ թվում։ Իսկ այդ օրը մենք ուղղակի գնում էինք խանութ, ու ինչ կատարվել է Ու հենց այդ փարքինգում, այսինքն խանութի փարքինգում ու ոչ մեկ չկար, որ այդտեղ քեզ օգնության հասներ։ Իսկ դու ինչ-որ օգնություն խնդրել ես կամ Եթե անկեղծ լինեմ, ես այդ պահը հիշում եմ, որ ես մենակ գոռում եմ։ Ես այդ եմ հիշում ու մեկ էլ արդեն վերջն եմ հիշում, որ ես պրոստը զզվում եմ ինքս ինձանից, կուչ է եկել ավտոյի մեջ մի մաս, Ես ուղղակի այդ տվյալ տղամարդուն այնքան մեծահոգի եք, որ կարողացել եք այդքանից հետո ձեր մայրիկին ոչ մի հարցում չմեղադրել։ Իրականում
բոլորը աստուդեմ մի օր պատասխան են տալիս իրանց արածների համար։ Համամիտ ես։ Համամիտ։ Մենք բոլորս ինչ անում ենք, եթե նույնիսկ մարդիկ չեն տեսնում, անում ենք մարդկանց թիկունքում, անում ենք Աստծո աչքերի դիմաց։ Մի օր հաստատ իրենց պատասխանը Աստված կտա։ Իրականում երբ դեպքը տեղի ունեցավ ու դուք տուն գնացիք, ուզում եմ հասկանալ, ինչ զգացողություններ ունեիք, հենց այդ օրն եք բարձրաձայնել ձեր մայրիկին ասել, որ այսպիսի միջադեպ ա եղել, թե ավելի շատ ստրեսային վիճակ էր ձեր մոտ։ Այդ օրը ոչ մի բառ չեմ խոսացել, որովհետև Իսկ ձեր մայրիկը ես չի հասկանում ինչա կատարվել։ Ես պրոստը չէի գիտակցում ինչա կատարվել, ես շոկի մեջ էի ուղղակի։ Ես կատարվածի լրջությունը ու թե ինչ ա եղել, ես ուղղակի չէի հասկանում։ Ես միակ բանը այդ օրվա հետ կապված ինչը որ հիշում եմ, որ ես մտել էի դուշ ու ժավելով լողանում էի։ Այդ եմ հիշում։ Ժավելով։ Որ ես ժավելով լողանում էի։ Հիշում եմ, որ 2 լիտր ժավելով լողանում էի, լվացքի փոշիով ժավելով, չգիտեմ ոնց որ անընդհատ ուզեի մաքրվեի, անընդհատ ուզեի մաքրվեի։ Ես չեմ պատկերացնում, որ կարելի է այդքան դժվարությունների միջով անցնել մարդը, ով շատ դժվարությունների միջով է անցել, դեռ ժպտում է, դեռ աչքերի փայլը չի կորցրել, չի չարացել, իր մամային ներել է, այդ արդեն ամեն ինչ ասում է, որ դուք մեծատառով մարդ եք։ Շարունակեք ապրել հենց այդպես։ Ես գիտեմ, որ դուք ունեիք խորթայր, որ ձեր մայրիկից հետո ինքն է մահացել 1 տարի հետո եւ շատ ծանր եք տարել իր մահը։ Ուզում եմ խոսանք այդ մասին։ Ես հարազատ հորս չեմ տեսել երբևիցե, չեմ ճանաչում։ Ինքը մամայիս ամուսինն էր ու ինձ սիրել է իր աղջկա պես։ Ինքը երբեք չի եղել ամուսնացած, չի ունեցել երեխաներ, բայց ինձ սիրել է իր սեփական աղջկա պես։ Ես երբևիցե չեմ զգացել այն, որ ես իրանը չեմ։ Դա երբեք չեմ զգացել։ Ինքը պահում էր աղավնիներ, նապաստակներ, ու մենք հիշում եմ, որ իրար հետ գնում էինք համալիրով նապաստակների խոտեր հավաքելու։ Հետո ինքը ինձ տանում էր Թումանյանի այգին կարուսելներ նստելու, մինչև ես կարուսել էի նստում, ինքը խոտ էր հավաքում։ Իր հետ կապը մի ուրիշ ձև է եղել, աղջիկ հոր հարաբերություններ է եղել, այն իսկական աղջկա ու հոր հարաբերություններ։ Մամայիս մահից հետո ինքը անընդհատ իմ հետ է եղել։ Ինձ որ տարան մանկատուն, երբ որ ոստիկանությունը եկավ, ես արդեն իր տանն էի, ես պապայիս մոտ էի։ Ու ես իրեր ունեի այնտեղ, որ պետքա վերցնեի։ Ես երբ որ ոստիկանները եկան, արդեն գիտեին հասցեն, եկան, որ ինձ այդտեղից պետքա արդեն տանեին մանկատուն։ Ես մենակ հիշում եմ, որ ինքը մոտիկ չեկավ։ Ինչի համար։ Ինչն էր պատճառը, որ մոտիկ չեկավ։ Լացում էր աթոռին նստած։ Վայ, ես էլ խսվեցի։ Ես տնից վեժերս վերցնում եմ, որ դուրս գամ, մեքենան արդեն պետք է նստեմ, ինքը նստարանի նստածը մոտիկ չի գալիս։ Իսկ ինքը չէր կարող ոչ մի բան անել, որ Չէ։ ինչն էր պատճառը։ Պատճառը իր ծնողները, իր քույր եղբայրներ, այսինքն այդ տունը, որտեղ որ մենք ապրում էինք, անընդհատ այդ տան համար կռիվ էր։ Իրանք 12 երեխա էին ու հայ էլ չէին, ռուս էին։ Ու իրանց համար այդ տունը ոնց որ կռվախնձոր էր։ Ու դուք իր տունն էիք ապրում։ Այդտեղ պահեր։ Հա։ Ոչ մի փաստաթուղթ չուներ։ Շատ է սիրում մամային։ Լավն է, չէ մաման։ Դու էլ ես շատ լավ է։ Բա մամայիդ ինչ ես անելու, որ մեծանաս։ Ավտո։ Ուզում ես մաման ավտո ունենա, որ քեզ տանի բերի։ Ես հիմա պատկերացնում եմ, որ այն պակասը, որ դուք եք ունեցել, ես վստահ եմ, որ դուք ամեն ինչ անում եք, որ ամեն ինչ ձեր աղջկա կյանքում հարթ լինի,
ու այն պակասները ձեր մայրը ինչը որ ձեզ չի տվել, փորձում եք դուք ձեր աղջկան տալ։ Իմ աղջկա ու իմ հարաբերությունները իր բարդությունները ունի, որովհետև ես շատ դեպքերում ոնց որ փակուղու մեջ եմ հայտնվում, այսինքն աղջիկս գնալով մեծանում է, ու իմ համար գնալով բարդանում է, որովհետև ինչ որ պահերի ինքն նեղված է գալիս, ինչ որ պահերի լացում է, ինչ որ պահերի ուրախ է, բայց ես չեմ հասկանում իր էմոցիաները, ինչ որ պահերի ինքը իմ կարիքը ունենում է, ես դա չեմ նկատում կամ չեմ հասկանում, կամ ինչ որ տենց պահի ուզում եմ, որ ես իրան օգնեմ ու ես չգիտեմ ոնց անեմ, ես անում եմ նենց, ոնց կուզեի, որ իմ հետ անեի։ Ես իրան տալիս եմ այն, ինչի կարիքը, որ ես եմ ամբողջ կյանքում ունեցել, այն ինչը, որ ես չեմ տեսել, չեմ ստացել, ես այդ ամբողջը սենց իրան։ Շատ լավ։ Ուզում եմ խոսել աղջկատ հայրիկի մասին, որտեղ է, ինչպես եք ծանոթացել եւ ինչու հիմա իր աղջկա կողքին չէ։ Աղջկաս պապան մեր հարևանն էր, ու տենց դուրս գալ իրար հետ շփվել, խոսալ, ոնց որ տարածքի երեխեք են, մի թաղի երեխեք սենց։ Ինչի ինքը այսօր մեր հետ չի, որովհետև այն լուրից հետո, երբ որ ինքը իմացավ, որ ես պետք է երեխա ունենամ, նախ ինքը ամենասկզբից հենց ատկազարեց, ծիպը էդ իմ երեխեն չի։ Հետո իր ընտանիքը փորձեցին ուրիշ ճանապարհ, այսինքն իր ընտանիքի անդամները ինձ կանչում են իրանց տուն զրուցելու, ու զրույցի ընթացքում անում են արտահայտություն, որ ինձ կվճարեն գումար եւ այլն, բայց ես պետք է երեխուց ազատվեմ։ Ինչից ես իհարկե հրաժարվում եմ։ Իրանք հենց այդ ժամանակվանից իրանք բոլորը հրաժարվել են երեխուց։ Եղել է դեպք, որ իր մաման եկել է մեր տուն, տեսել է իմ աղջկան, ասել է իմ տղու քսերոքսն է, բայց ես առանց իրա ասելու ոչ մի բան չեմ կարող անել։ Ես էլ իրան պարզ ասել եմ, ոչ մի բան անելու կարիք չկա, ես այս երեխուն իմ համար եմ ունեցել։ Ես ձեզանից ոչ մի բան չեմ ուզում, չեմ պահանջում, ես այս երեխուն չեմ ունեցել, որ ձեր տղեն իմ կողքը մնա։ Չեմ ունեցել, որ ձեզանից ալիմենտներ ուզեմ կամ չգիտեմ։ Ես իրան իմ համար եմ ունեցել։ Ես երբ որ իմացա, ես շատ պատահական եմ իմացել, որ հղի եմ, հերթական ինքնասպանության փորձի ժամանակ, երբ որ հասանք, հիշում եմ, որ հիվանդանոցում եմ աչքերս բացել, ու բժիշկը սենց մի հատ հարց է տալիս, ոնց որ ես միջև այդ օրը անընդհատ Աստծուն հարցնում եմ, ես ինչի համար եմ քնում, ինչի համար եմ զարթնում, ամեն ինչ միապաղաղ է, ես իմաստ չեմ գտնում բացարձակը ոչ մի բանի մեջ, ու որոշում եմ, որ պետք է վերջ դնեմ իմաստը հետո ապրելու, ու այդ պահին էլի անում եմ ինքնասպանության փորձ, ու երբ որ աչքերս բացում եմ հիվանդանոցում, բժշկուհին ասում է, ինչի համար ես տենց բան արել, դու չգիտեիր, որ դու հղի ես։ Ու այդ միտքը մենակ այդ մի արտահայտությունը ինձ թափացնում է։ Ես իմ լսածին չեմ հավատում, բայց այդ արտահայտությունը ինձ թափացնում է ու ես այդ պահին մենակ ասում եմ Աստծուն շնորհակալ եմ, որ հիմա գիտեմ ինչի համար եմ ապրում, ինչն է իմաստը, իմ արթնանալու, իմ քնելու ու իմ ապրելու։ Էդ է։ Ապրեք դուք։ Լիանա ջան, ինչպես գիտենք, ձեր եղբայրը նույնպես ձեր հղիության փաստը շատ վատ ընդունել, դեմ է եղել, որ դուք ունենաք ձեր աղջկան։ Ուզում եմ մի քիչ խոսանք ձեր եղբոր վերաբերմունքից։ Երբ որ ես իմացա, որ հղի եմ ու աղջկաս հոր ընտանիքի կողմից այդպիսի առաջարկներ եղան, ես հասկացա, որ իրանք ինձ հանգիստ չեն թողնելու։ Ու մամայիս ընկերուհին մի անգամից հասկացա, որ ես պրոստը պետք է գնամ աղբորս մոտ։ Գրում ենք աղբորս, կապի ենք դուրս գալիս աղբորս հետ ու ասում ենք, որ ես պետք է գնամ իրա մոտ։ Ամեն ինչ ներկայացնում ենք։ Աղբերս իհարկե Տոմսի հարցերը լուծում է ու ես գնում եմ Ռուսաստան։ Բայց հա, իմ աղբորը ես չեմ մեղադրում, նորմալ հայ տղու մտածելակերպ
քոքուրը եկել է քո մոտ 18 տարեկան ու հղի, причем դու ամուսնացած չես։ Այդ տղեն քո կյանքում բացարձակ տեղ չունի, դեր չունի։ Դու գալիս ես հղի, հայ տղուն մտածել է, կերպով։ Ես իրան չեմ մեղադրում, բացարձակապես։ Ապրել եմ իր տանը, մեր հարաբերությունները այդ շրջանում մի քիչ լարված էին, անգամ ծեծկրտուկի հաստավանին ինչ, հա։ Ես 3 օր կոմայում էի հղի վիճակում։ Ինքն է ձեզ ծեծել։ Իրար, ես իրան ինքը ինձ ծեծ։ Հղի ժամանակ։ Հա։ Ու ես հայտնվեցի կոմայում 3 օր շարունակ ու իր կինը ասեց ոնց որ աղբորս հետ զրուցելուց իր կինը աղբորս ասել է Լիանը կամ կապրի երեխու հետ կամ չի ապրի իրանցից ոչ մեկ բժշկի ասածն է այդտեղ էլ կամ երկուսով կապրեն կամ ոչ մեկ չի ապրի վիճակը այդպեսին է եղել ու ոնց որ խոսակցություններ անընդհատ տենց իր կինը իմ համար եղել է ծնող Եղբորս կինը, ես ահավոր ծանր հղիություն եմ տարել, իմ օրգանիզմը պատրաստ չէր ծննդաբերության, աղջիկս քաշով շատ մեծ էր իմ օրգանիզմի համար, բայց իր կինը ամեն ինչ թողած իմ կողքն է եղել։ Լիանա, ինչպես գիտենք, հայ աղջիկել չի եղել, չէ։ Ռուսեր ու շատ բարի էր ձեր նկատմամբ։ Միջև առեսօր շփում կա։ Ձեր եղբոր հետ լավ եք։ Իմ աղբոր համար կա մի հատ աշխարհ ու կա Մարիա։ Շատ է սիրում։ Շատ։ Իրա երազանքն ա եղել, որ ինքը աղջիկ ունենա։ Ինքը տղա ունի։ Հա։ Իրա երազանքն ա եղել, որ ինքը աղջիկ ունենա։ Իմ աղջիկը ամեն ամառային արձակուրդների ժամանակ 3 ամսով գնում է աղբորոս մոտ։ Շատ Այդ ոնց որ համ իմ գործն էլ է թեթևացնում, համ իրանց կապն շատ է սիրում, շատ կապված են, շատ լավ է, շատ ողջունելի է։ Իրանք երկուսն էլ իմ աղջկան շատ։ Իրականում շատ մարդիկ կան, որ դեմ են լինում, հետո այնքան շատ են սիրում, առանց այդ երեխային կյանք չունեն, ասում են այդ երեխան կա ինքնա, չկա ինքնա։ Աղբորս համար Մարիանա կա ինքնա, չկա ինքնա։ Աղբերս շատ լավ է։ Տարվա մեջ 3 օրով գա Հայաստան, մենակ Մարիային տենա, մի երկու հատ էլ հաց ուծի ու գնա։ Շատ լավ է։ Ապրի ձեր եղբայրը, իրականում այսքան վատ բանի մեջ միակ մարդը երևի ինքն է եղել, որը ձեր կողքը կանգնել է ու դա շատ ողջունելի է։ Ուզում եմ հասկանալ այս պահի դրությամբ դուք ինչ նպատակներ, երազանքներ ունեք, որը ամեն օր, երբ որ ուզում եք սենց ձեր գլուխը դնեք բարձին, մտածում եք օրինակի համար, երբ է գալու այս օրը, որ այս ինչ բանը անեմ, երբ եմ հասնելու այս նպատակին։ Խոսենք այդ թեմայից։ Խոսենք։ Ունեմ նպատակ, երազանք, չգիտեմ ոնց ասեմ, բայց ուզում եմ դիմահարդարում սովորեմ, ուզում եմ հստակ մասնագիտություն ունենամ ու սովորեմ դիմահարդարում։ Ես ուզում եմ իմ աղջկա համար կայուն ապագա ստեղծեմ, այսինքն իր ապագայի հիմքը ուզում եմ ամուր լինի։ Ուզում եմ սովորեմ հստակ մասնագիտություն, որ կարողանամ այդ հիմքը դնել։ Շատ լավ է։ Ուզում եմ սովորեմ դիմահարդարում։ Վերջին շրջանում շատ հայտնի է Արփինե Խաչատրյանը։ Իր աշխատանքները շատ եմ նայում, հետևում եմ իրան։ Շատ եմ տեսնում իր աշխատանքները ու շատ կուզեմ հենց իր մոտ սովորեմ։ Չգիտեմ ինչի հենց ինքը, ուղղակի իր էջին եմ հետևում, իր աշխատանքին եմ հետևում, շատ է դուր գալի իր աշխատելու ոճը, իր աշխատանքները։ Դու գիտես չէ, որ մի բանը շատ ես ուզում, դա իրականություն է դառնում ու ես միշտ ասել եմ, որ իմ համար երազանքներ չկա, կա նպատակներ, այսինքն եթե ինչ-որ մի բան դու ուզում ես, նպատակ ես դնում ու դա անում ես։ Այսինքն, երբ որ դու մտածում ես, որ օրինակի համար գնամ դիմահարդարում սովորեմ, դու այդ օրինակ մտածում ես, որ դա երազանք է, նպատակ է թե երազանք։ Նպատակ։ Նպատակ, այո, ես համամիտ եմ, որովհետև իրականում
երազանքները իմ համար երազանքները մի քիչ ուրիշ այլ բան է, նպատակը ուրիշ։ Լիանա ջան, մենք մի փոքրիկ նվեր ունենք մեր հովանավորի կողմից, Best Daily Choice-ի կողմից, սա օծանելիք է իտալական, որը Իտալիայում է արտադրվում, բավականին անուշաբույր հոտեր է։ Օծանելիքների որակը իդեալական է, ոգեշնչված համաշխարհային դիզայներական բույրերից, այն իտալական արտադրանք է, իսկ հումքը վերցված է ֆրանսիական Fred Ward-ից։ Շնորհակալ եմ շատ, իրականում ես սիրում եմ ասենց աղջիկական թիթիզ բաներ, ուղղակի վերջին շրջանում, վերջին մի քանի տարիների ընթացքում ես ոնց որ ինձ մղել եմ հետին պլան ու չեմ օգտվում ընդհանրապես ոչ մի բանից, մեյքափի պարագաներից, բայց շատ եմ սիրում։ Ես կարելի ասել որպես աղջիկ մոռացել եմ իմ մասին։ Հիմա առաջին տեղում դրել եմ իմ աղջկան ու ինձ ետին պլան մղելով տենց առաջինը ինքն է իմ համար, իր համար եմ ամեն ինչ։ Շատ ողջունելի է, որ դուք այդպիսի մայրիկ եք։ Լիանա ջան, առաջարկում եմ գնանք սուրճ խմենք, համեր քեզ էլի անակնկալներ է սպասում։ Գնացինք։ Լիանա ջան, ինչպես քիչ առաջ խոսում էինք, որ երազանքներ չկա, կա նպատակ ես դնում ու դա կատարվում է։ Հիմա քեզ մի փոքր անակնկալ է սպասվում, չգիտեմ էլի, չեմ հասկանում, քո համար երազանքա նպատակ է։ Նպատակ, դե կարող ես հետ պտտվել։ Բարև։ Արփինե ջան, նախ շնորհակալություն ենք հայտնում, որ դուք կանգնեցիք կինը կնոջ կողքին հաղորդման կողքին, դուք օգնեցիք եւս մեկին իր նպատակը իրագործի, երազանքները իր երեխայի կարողանա կատարի, շատ շնորհակալ ենք քեզանից։ Ես ուզում եմ, որ դուք մի քանի խորհուրդ տաք Լիանային, որտեղից սկսի, ինչ դժվարություններ է իրան սպասվում, իրականում ես գիտեմ, որ ձեր վրա բավականին սենց մեծ պատասխանատվություն կա, որովհետև դուք պետք է զրոյից սովորեցնեք, նույնիսկ աշխատելը հաճախորդների հետ, դա արդեն իսկ շատ բավականին պատասխանատու է, ճիշտ եմ, կարող է մարդը շատ լավ դիմահարդար լինի, բայց էթիկայի կանոններից զուրկ լինի եւ չկարողանա հաճախորդ սպասարկի, ճիշտ եմ։ Իհարկե։ Ու նույնիսկ այդ փոքր մանր բաները դուք պետքա սովորեցնեք, ինքը երկար ժամանակ ասում է, որ այդ աղջիկական բաներին կարոտ է, դիմահարդարում չի կատարում շատ ժամանակ, չի օգտվում։ Նախ ուզում եմ ձեզանից շնորհակալություն հայտնել, որ դուք անկեղծ մեծատառով մարդ եք, որ այսօր դուք ձեր աշխատանքը թողել եք, եկել եք մեր հետ հանդիպել եք, որպեսզի ծանոթանաք Լիանայի հետ, դա արդեն իսկ դա մեծ բան է արել, որովհետև ամեն մարդ չի, որ իր թանկ ժամանակը կարող է տրամադրել, իսկ ժամանակից թանկ բան չկա։ Շնորհակալ եմ ձեզ։ Սունե ջան, ես էլ եմ շատ ուրախ, ճիշտ է, շատ զբաղված եմ, բայց կապ չունի, երբ լսեցի, որ պետք է ինչ-որ իմ աջակցությունը, օգնությունը, միշտ սիրով պատրաստ եմ, վստահեցնում եմ հաստատ, որ հաստատ չեք փոշմանի, հաստատ կդառնա լավ մասնագետ, իրանից պետք է համբերություն շատ ունենաս, ամենակարևորը սիրես այդ մասնագիտությունը ու քո մոտ ամեն ինչ կստացվի։ Մենք դեռ շատ կընկերանանք, ես ամեն ինչով կօգնեմ բացի մենք վստահ ենք, արդեն ձեր մասին ասել են։ Ամեն ինչ կանեմ, որ դու գոհ եւ պատրաստ մասնագետ որպես գնաս կարողանաս քո բալիկին մեծացնես։ Շնորհակալ ենք, որտեղ դեռ որ ծանոթանանք, խորանանք, կհասկանաս, որ այնպես չի, որ ես շատ հեշտ կյանքի ճանապարհ եմ ունեցել, կկիսվենք, կհասկանաս, որ իմ համար էլ շատ բարդ է, բայց կան շատ բաներ, որ ամեն ինչ քեզանից է կախված։ Պետք է ուղղակի համբերություն ունենաս ու վստահ լինես, երբեք չհանձնվես։ Արփինե ջան, ինչպես բոլորը գիտեն, դուք Հայաստանում բավականին մեծ վարկանիշ ունեք ձեր մասնագիտության մեջ, Լիանան է պետքա ձգտում ունենա, որովհետև ամեն մարդու բախտ չի բերում, Վստահ եղեք, որ ձեր նման հաստատ կունենա։ լավ մասնագետի մոտ սովորի։ Մարդկանց համար դա երազանքա տարիներով երազում են, որ գան ձեր մոտ սովորեն։ Սիրո։
Դու էլ ապրես, որ հետևում ես մեր Արփինեին, ճանաչում ես։ Շնորհակալ եմ շատ։ Մենք կարողացանք քո մի նպատակը կատարենք։ Շնորհակալ եմ շատ, իրոք անսպասելի էր։ Չգիտեմ, ես չէի սպասում, որ սել շուտ կարձագանքեք։ Ամեն դեպքում ձեր խորհուրդը լսելով համբերություն ու սիրեմ այդ մասնագիտությունը, ես այդ մասնագիտությունը շատ եմ սիրում, ձեր հետ էլ ավելի կսիրեմ։ Ես էլ ձեզ կարող եմ ասել, որ ձեզ էլ համբերություն, ինձ զրույց եք ամեն ինչ սովորացնելու։ Իրականում այո։ Բայց շատ եմ սիրում այդ մասնագիտությունը։ Ես էլ խոստանում եմ ձեզ չհուսահատեցնեմ, որ վստահ լինեք, որ ճիշտ մարդու եք ընտրել։ Լիանա ջան, մենք կարողացանք քո գլխավոր նպատակը, ինչը որ դու ուզում էիր, դա կատարենք։ Ես ասեմ, որ ճիշտ է, ես Արփինեին շատ մոտիկից չեմ ճանաչում։ Մեր պրոդյուսերը, երբ որ քեզանից հաղորդման ամեն ինչը հավաքել էր, ինձ ասում է Սյունե, դու չես պատկերացնում, ես այնպիսի ապահով ձեռքերում եմ տալիս իրան, որ ինքը ամեն ինչ անելու է, դու հանգիստ տեղի, ասում է, այն որ ասում եմ, ամբա ոնց ենք անելու, որ իրա վրցիների հարցը լուծենք, այս կողմենք դու մի մտածի, Արփինեն այնքան լավ աղջիկ է, ինքը ամեն ինչի մասին կմտածի, ամեն ինչով կապահովի, անջան ինձ կներես, որ ես քո ասածները բարձրաձայնում եմ, բայց ես այսօր Արփինեին տեսնելուց հետո համոզվեցի, որ դու իրականում ապահով կայացած կնոջ ձեռքերում ես, ես քեզ շնորհավորում եմ ուղղակի։ Շնորհակալ եմ։ Ես վստահ եմ իմ ընտրության մեջ։ Մենք կրկին գտնվում ենք հայ-ամերիկյան առողջության կենտրոնում։ Մենք բոլորս գիտենք, որ կանայք պետք է ամեն անգամ գնան հետազոտությունների, շատերը չեն ունենում հնարավորություններ։ Մենք այսօր Լիանայի հետ միասին գտնվում ենք այստեղ։ Հիմա կանցնենք հետազոտություններ, որի արդյունքում կհասկանանք ինչ խնդիրներ ունի եւ ինչպես կարող ենք այդ խնդիրների լուծումը տալ։ Բժշկուհի ջան, այսօրվա մեր հյուրի հետ եկել ենք, մի շարք հետազոտություններ պետք է անցնենք։ Հիմա ուզում ենք հասկանանք մամոգրաֆիկ, թե սոնոգրաֆիա պետք է անցնենք, ճիշտ եմ ասում։ Այո։ Գիտեմ, որ ոնց որ տարիքային սահմանափակում կա, որը որ պետք է մինչև 30 տարեկան սոնոգրաֆիա արվի, դրանից հետո նոր բժշկի ցուցումով մամոգրաֆիա։ Մենք մի շարք հետազոտություններ ենք անելու։ Հիմա ուզում եմ ձեր հետ միասին հասկանամ, տեսնեմ կանայք արդյոք հետևողական են, գալիս են, թե ականջի հետև են գցում։ Կանայք բավականին հետևողական են վերջին շրջանում կրծքագեղձի հետազոտությունների նկատմամբ եւ մինչեւ 40 տարեկանը ցուցված է կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն։ Իհարկե ցուցումների դեպքում կարող ենք իրականացնել նաեւ մամոգրաֆիկ հետազոտություն, բայց մինչեւ 40-ը իրականացվում է ուլտրաձայնային հետազոտություն, 40-ից հետո արդեն մամոգրաֆիկ հետազոտություն, որը իրենից ենթադրում է եւ մամոգրաֆիա եւ սոնոգրաֆիա։ Մեր գեղեցկուհի բժշկուհին շատ պրոֆեսիոնալ ձևի բացատրեց մեզ, շնորհակալ ենք շատ։ Հիմա Լիանան խնդիր ունի առողջական ու սկսել ենք հետազոտությունները, առաջի հետազոտությունը հենց կրծքագեղձի հետազոտությունն ենք ուզում անել, որպեսզի նոր շարունակական հասկանանք, տեսնենք ինչ խնդիրներ ունի, լուծումը տանք։ Լիաննա ջան, ինչ գաղգացներ ունեք։ Ну ինքը ոնց որ օրերով է, ամենամեծ պարտադիր է շաբաթ տենց 10 օր, համ ուժեղ ցավեր է, համ ծապոցներ է, Այրոց երևի։ Հա։ Ցավերը կապ ունեն դաշտանային ցիկլի հետ, այսինքն նախադաշտանային շրջանում։ Այնպես կապ ունեն իրար հետ, որովհետև կարող լինի այդ ժամանակ, կարող լինի դրանից հետո կամ առաջ, բայց իրար հետ կապ չունեն։ Աջ կողմից ավելի շատ են ցավերը։ Չէ, ձախ կողմից։ Ձախ կողմից։ Աջ կողմում բողոքներ չունեմ, ձախ կողմում եմ։ Հիմնականում ձեր ցավերը կարծում եմ պայմանավորված են նյարդամկանային փոփոխությունների հետ, այսինքն ձեր նկարագրած ցավը առավել բնորոշ է ողնաշարից, նյարդերից, մկաններից եկող ցավերին, քանի որ պայմանավորված չէ նաև ցիկլի հետ եւ միակողմանի է։
Ամեն դեպքում ձեր տարիքով պայմանավորված հետազոտությունը կսկսենք ուլտրաձայնային զննությամբ, այնուհետև անհրաժեշտության դեպքում կցուցենք մամմոգրաֆիա, MRT, բայց դա ցուցումների պարագայում, լավ։ Մեր հաղորդման հովանավորն է Diamond Style-ի հիմնադիր ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների դեմք ոսկե մեդալակիր Նարինե Չարջյանը։ Տիկին Չարջյան, դուք միշտ առանձնահատուկ վերաբերմունք եք ունեցել կանանց նկատմամբ ու հիմա եւս մեր հաղորդման կողքին եք։ Այո, սիրով։ Կանգնում եք մի կնոջ կողքին, ով իրականում ունի ձեր նման ուժեղ կերպար ունեցող կնոջ կարիք, ով կարող է իր անցած ճանապարհով, իր խորհուրդներով օգնել, որպեսզի կարողանա հաղթահարի այն ամենը, ինչի միջով որ ինքը անցել է։ Ես եթե կարող եմ օգտակար լինել, միայն ուրախ կլինեմ, բայց վստահ եմ, որ կարող եմ։ Լիանան ունեցել է շատ ծանր մանկություն, բավականին շատ դժվարությունների միջով է անցել ու ուզում եմ ձեր խորհուրդը տաք Լիանային, ինչպես կարող է նորից ամեն ինչ զրոյից սկսել եւ հաղթահարել այն ամենը, ինչը որ ինքը տեսել է։ Մոտորապես կարճ ներկայացրել եք ինձ Լիանայի կյանքը։ Գիտեք, սենց մի բան կասեմ, որ ծնողներին չեն կընտրում եւ մեծ երջանկություն է, թե դու ինչ ծնողից ես ծնվում, օրինակ։ Հիմա ասենք կյանքը կարող է այնպես պատահի, որ հայտնվես կամ մեծանաս ոչ ընտանիքում, ինչքանով որ տեղյակ եմ։ Բայց նայելով քեզ ուրախ եմ, որ հանձինս քեզ տեսնում եմ լուրջ, հավասարակշռված, գեղեցիկ, ինքնավստահ կին։ Կարող եմ մի քիչ ինքնավստահությունը պակասում է, որը կարծում եմ այս հաղորդումից հետո կլինի լիարժեք։ Այսօր դու ամբողջ քո տեսքով, քո երիտասարդությամբ, քո էներգիայով ունես բալիկ աղջիկ, այ ինքը քեզ պետք է լինի մեծ մոտիվացիայի աղբյուր, որպեսզի դու կարողանաս տաս նրան այնպիսի կյանք, որ հետագայում էլ ինքը տա իր բալիկին, ոչ մեր մասնավոր զրույցի ժամանակ ասացիր ես ինձ չեմ անի հանուն երեխայի, ուրեմն եւ քեզ պետք է չգցես ես իմ որ երրորդ պլան եւ երեխային ուշադիր լինես, որովհետեւ նա վաղը մեծանալու է եւ նմանվելու է քեզ։ Եթե դուք ուզես որ վաղն էլ ինքը իրան գցի, որ երրորդ պլան իր երեխայի համար, естественно ճիշտ չի։ Ես վստահ եմ, որ այստեղ մի բան փոխելով, ինքնավստահ լինելով, նախ ինքդ քո հանդեպ ես պնդում եմ, որ դու գեղեցկուհի ես, հիանում եմ այդ համեստությամբ, այդ ինչ ասեմ, որակապես բարձր արժեքներ կրող անձնավորություն ես, կյանքը քեզ չի կոտրել, ես տեսնում եմ իր չի կոտրի։ Եվ քո կողքին են ինձ թվում է բոլոր են կանայք, ովքեր սրտացավ են կանանց հանդեպ, ում որ ինչ-որ կյանքի բերումով դժվարությունների են հանդիպում, եւ եթե կարող են ինչ-որ բանով օգտակար լինել, նո մասնավորապես ես միայն կարող եմ իմ մասին խոսել, բայց ես վստահ եմ, որ այդպիսի կանայք մեր հանրապետությունում շատ կան։ Այո, համամիտ եմ։ Տիկին Չարջյան, դուք մայր եք ու գործարար կին, մեզ շատ հետաքրքիր է ինչպես եք դուք համատեղել ձեր աշխատանքը ձեր ընտանիքի հետ միասին, ոնց եք կարողացել հասցնեք այդ ամեն ինչը ու համատեղեք։ Նախ մայրը ավելացնեմ, որ տատիկ է, տատա, նաև թորնիկ ունեմ,
Իսկ համատեղել եմ ինքնի, իմ հանգստի հաշվին, այսինքն իմ ռեսուրսների հաշվին, որպեսզի ընտանիքում չտուժի ոչ ոք եւ իհարկե խնդիրներ չստեղծեմ ամուսնուս համար, որովհետեւ այն տարիներին, երբ որ ես սկսել եմ զբաղվել գործարարությամբ, շատ այսպես տարածված չէր եւ շատ ամենադժվար этаպը ամուսնուն համոզելն էր, որ ես պետք է լինեմ մեր դաշտում։ Եվ որ խնդիրներ չստեղծվեր, չգիտեմ, ինձ թվում է յուրաքանչյուր կին կարող է, եթե իր ժամանակը ճիշտ տնօրինի, խելամիտ լինի, ուշադիր լինի, ինքը իրան, իր ընտանիքին, իր երեխաներին, իր կենցաղին, ինձ թվում ամեն ինչ կհասցնի։ Այո, ես համամիտ եմ։ Ու շատ կարևոր հարց, որն է ձեր ուժի գաղտնիքը, արդյոք այս ուժեղ կերպարի հետևում խոցելի կին է թաքնված։ Գայուն մարդ եմ ես, շատ ներբանեկար։ Մենք արդեն դա զգացինք։ Այո, շատ սիրալիր, շատ դաստիարակված։ Մեծահոգի։ Այո, մեծահոգությունը այդ երևի թե գալիս է ներքին բավարարված վիճակից, ներքին բարձր ինքնագնահատականից։ Ուժեղ, չեսնը գվարյա, տենց ինձ չեմ համարում, որովհետև միջև այսօր էլ ես, ասենք, կարամ անհանգստանամ, մտահոգվեմ, երբ որ մի փոքր խնդիր է լինում երեխաների հետ կապած, ընտանիքում։ Ձեր թույլ կողմն է։ Դա իմ թույլ կողմն է, ես ուժեղ կին, ասենք, կան կանայք, որոնք, ասենք, տարիներով կարան ընտանիքից հեռու ապրեն, երեխաներից հեռու ապրեն, երևի թե դրանք են ուժեղ, էմոցիոնալնի ուժեղ չեն։ Տիկին Չարջյան, իսկ միշտ ինչպես եք ընդունում այն մարդկանց, որ ձեզ ասում են դուք ուժեղ եք, դուք կարող եք։ Ես կարող եմ, то есть характерный եմ, բայց ուժեղ, այսինքն ես ունեմ խիղճ, որ ինձ թվում է շատ ուժեղ կանանք այդ խղճի բացակայությունն է այդտեղ։ Եթե ինչ-որ բաների հասնում ես կյանքում, ասենք դստիժենիաներ ես ունենում, բիզնեսում բան, այդ ոչ թե ուժեղ կնոջ բան է, այլ այդ բիզնես մտածողության տեր, ինքնա վստահության, նպատակասլացության եւ իհարկե չկորցնես կանացի որևիցե հատկություն, էլի, ասենք չդառնաս գրուբյան կա, ասենք ինչ որ տղամա, որ ասում են տղամարդ աղջիկ։ Հա, այդ ինձ շատ, ասենք, բան է անում, չի գալիս, այո, որովհետեւ կինը ինքը ֆիզիկապես, հոգեպես շատ ավելի ուժեղ է, քան տղամարդը։ Եթե վերցնում ենք կին եւ տղամարդ, ինչ որ խնդիր կա, տղամարդը այնքան ծանր են տանում այդ խնդիրը պսիխոլոգիչեսկի։ Այո, կանայք ուժեղ են կարող են։ Հասարակ մի բան, մի փոքր անհավատարիմ վիճակ, ընկերուհին, ընկերոջը, այդ ընկերը կարա տապալվի, իսկ այդ աղջիկը կյանքում կարա 60 անգամ բախվի եւ նոր կյանք սկսի ու չտապալվի, ի совсем наоборот, ավելի ծաղկի բան էլի, ուժեղ կերպար դառնա։ Ուժեղ կերպար դառնա, ուժեղ չես ծնվում, ուժեղ քեզ կյանքն է դարձնում։ Այսպես հիմա մտածում եմ, որ ինքը բավականին ուժեղ աղջիկ։ Մի հատ շատ կարևոր հարց, ո՞նց եք կարողանում այդքան մեծ թիմը կառավարել ու ես ճիշտ ասած բիզնեսներ ունեմ, բայց իմ համար այսօր որ ես մտել եմ ձեր մոտ, դուք չեք պատկերացնում ձեր աշխատողը ինձ ինչպես է ընդունել։ Ես ուղղակի ամենասկզբից ասեցի, որ Տիկին Չարջյանի մոտ ենք եկել, բառեր չեմ գտնում ասեմ, որն է այդ կառավարող ուժը, որ դուք կարողանում եք ամեն ինչ շատ ճիշտ կառավարեք ու այդքան ճիշտ լինի, ես էլ օգտագործեմ այդ գաղտնիքը իմ բիզնեսի մեջ։ Նախ ես թիմը հավաքելուց առաջի հերթին հաշվի եմ առնում մարդու որակը։ Այո։ Ոչ թե իր մասնագիտական հմտությունները, որովհետև յուրաքանչյուր մարդու հետ խոսելով ես կարող եմ նրան բերել մասնագիտական դաշտ, բացատրելով
ոնց պետք է ինքը վարվի։ Դրա համար ինձ առաջի հերթին հարկավոր են լավ մարդիկ։ Մարդկային արժեքներն եք դուք Այո, կարևորում։ շատ։ Ասենք ես չեմ նայում, որ ինքը շատ լավ խոհարար է, բայց լավ, ասենց ասում եմ, վատ բնավորության տեր մարդ է, չեմ վերցնի։ Ես կարող եմ լավ մարդուց լավ մարդուն դարձնել ձեր սրտի ուժը։ Երկրորդը իրան պետք է ինձ սիրեն։ Ես ունեմ հատուկ լավ վերաբերմունք բոլորին, նաև ունեմ շատ խիստ վերաբերմունք, բայց միշտ ես թույլ եմ տալիս իրանց սխալվել։ Այսինքն տենչի մարդը սխալվեց, վերջ։ Մեկ սխալ, երկու սխալ, որտեղ բոլորը ով ոչինչ չի անում, չի սխալվում, չէ։ Այո։ Որ աշխատում են, կարա սխալվի։ Ես այդ սխալներին ներողամտորեն եմ վերաբերում եւ փորձում եմ շտկեմ եւ վստահ եմ, то есть կյանքը ցույց է տվել, որ այդ սխալել իրանք չեն դրվել։ Արցախից երբ որ մենք տեղափոխվեցինք Երևան, ես 20 թվականին պատերազմից հետո ես այստեղ ես իմ 4 բալիկներիս հետ միասին եկա։ Oh my god։ Զրոյից եկա Տիկին Չարչյան, այո։ Իրականում Փառք Տիրոջը ես այսօր ամեն ինչ ունեմ ու կարողացել եմ ստեղծեմ, բայց այստեղ մի հատ հարց կա։ Ես ինչքան էլ ես ինչ որ մի բան ասեմ, ձեր տարիների փորձը ավելի մեծ է։ Հիմա ինչ փորձից երկու բալիկ եմ, ընդամենը 4 բալիկի մայրո։ Հիմա ուզում եմ Լիանային մի խորհուրդ տակ, որ ինքը վախեր ունի։ Ինչ վախեր։ Վախենում է, որ չի ստացվի իր մոտ։ Ինչը չի ստացվի։ Ինչը չի ստացվի։ Ինչը չի ստացվի, ինչ վախեր ունես, Օրենա։ Առաջիկայում ունեմ իմ նպատակները, որ բացի դիմահարդարումից սովորեմ նաև էլի մասնագիտություններ ու ապագայում ունենամ իմ փոքրիկ սալոնը, որը կլինի հենց իմը։ Ես դրանից եմ վախենում, այսօր սալոնները շատ են։ Ես ուզում եմ իմ անունը ստեղծեմ, որ ասեն մենք գնում ենք Լիաննայի մոտ դիմահարդարման։ Ահա։ Հիմա քեզ մի փոքրիկ խորհուրդ տամ, նայ, մեկ ուղղության մեջ այնքան խորացի հմտացի, որ հետո սալոնը կբացես, մասնագետ կգա լամինացիայի, մասնագետ կգա վարսահարդար, եւ դու անունդ կհանես, նայ, դու տենց չես կարող անուն ունենալ, եթե ուզում ես անուն։ Նախ նկարում ես լավ։ Հա։ Ահա, եթե դու լավ նկարում ես, ուրեմն քեզանից ֆանտաստիկ, պերֆեկտ բան կստացվի, մեյքափ արտիստ։ Նախ հենց սովորեցիր, աղջիկները ինձ կզանգեն, քո առաջի հաճախորդը կլինեմ։ Կգաս, ես չեմ գա, հենց քոնը կունենաս, ես կայցելեմ, բայց կգաս, դիմահարդարումդ կանես ու ինքս էլ քեզ խոստանում եմ, որի մեջով կներկայացնեմ, որ դու ես ինձ դիմահարդարում արի։ Եվ այդտեղ շատ կանայք, եւ դու կդառնաս շատ հայտնի։ Այսինքն եթե դու արեցի լավ դիմահարդարում, естественно, ես քեզանից կօգտվեմ, մյուս կինը։ Այո։ Այսինքն դու պետք է դառնաս ճանաչված։ Բայց մի բանի մեջ խորացի, ինձ լսի։ Դիմահարդարում, լամինացիա, երբ որ ես էլ իմ սալոնը ունեմ, ես էլ վարսահարդարում էի անում, այդ ձեր նույն խորհուրդը ինձ մի կին տվեց, ասեց համ մատնահարդարում էի անում, համ վարսահարդարում, ոնց որ ուզում էի ավելի շատ վաստակեմ, բայց ես հասկացա, որ ես պետք է մի բանի մեջ խորանամ, որպեսզի իմ մոտ ստացվի, ու ես դարձա Հայաստանում ամենահայտնի մատնահարդարներից Աստծո կամքով։ Ահա, ընտրեցիք մատնահարդարում։ Ընտրեցի։ Այո, չի կարա լինի լավ վարսահարդար, ես վերապրեցի, որ դուք այդ խորհուրդն էիք տալիս Լիանային, այդ նույն խորհուրդը ինձ էլի տվել են։ Ու ես հենց այդ ձևը շարժվել եմ։ Ես հասկացա։ Եվ այնտեղ շատ մրցումներ ա լինում, ես ունեմ տենց շրջապատ, որոնք տանում են մրցումների, դիմահարդարների բան։ Ես անպայման քեզ, քանի որ վախտդ վերել է ինձ ես հանդիպել։ Այո, ես ասեմ իմանաս ամեն մարդու վախտի քեզ շատ օգտակար կլինեմ, էլի ձեռքս պուլսի վրա կպահեմ։ Դու արդեն իսկ հաջողակ մարդ ես, որ Տիկին Չարչյանի մոտ նստած ես։ Ամեն մարդը վախ չի ժպտում իրեն։ Շատ լավն է։ Շատ։ Բալյուբոմը պետք է աջակցվի սկսնակ
սկսնակ բիզնես աշխարհը մտնող կանանց, դու հենց սովորի, երբ որ քայլերդ կանես բիզնես աշխարհում, պիտի աջակցենք, ես ինքս շատ աջակցել եմ եւ այսօր շատ կանայք փոքրիկ բիզնեսներ ունեն իմ շնորհիվ։ Ես ինքս փոքրից հասել եմ, եկե երբ։ Այո, պետք է սկսել քայլել, հետո վազել, հետո ցատկել, հետո թռիչքերկարություն, թռիչքվարձություն եւ так далее։ Տիկին Չարջյան, եւս մեկ անգամ շնորհակալ ենք, որ դուք մեր կողքին եք։ Ուղղակի բառեր չեմ գտնում, որ ասեմ։ Դուք եւս մեկ անգամ ապացուցեցիք, որ դուք մեծատառով մարդ եք։ Սա ուղղակի գովեստի խոսքեր չի, ու մեր հաղորդման ժամանակ մենք ընտրում ենք լավագույններին, օրինակելի մարդկանց ենք ընտրում։ Ես արդեն հասկացա հաղորդումից, ես էլ շատ շնորհակալ եմ, շատ այդ ձեր պրոյեկտի հեղինակներին, ոնց Անահիտին եւ Սյունեին, իդեմս քեզ եւ մեր սիրելի Անահիտին, շատ լավ բան եք մտածել։ Ես 10 մատով երկու ձեռքով ողջունել եմ եւ ողջունում եմ կանանց, որոնք ուզում են այս կյանքում իրանց քայլերը անեն, որոնք ձգտում են, որոնք հեշտ ճանապարհ չեն ընտրում կանալու համար, որոնց պետք է աջակցել, ձեռք մեկնել, որովհետև կինը կնոջը եթե սալիդարնի է, արդեն ինքը մեծատառով կին է։ Շնորհակալ ենք շատ, մեր համար պատիվ է, որ դուք մեր կողքին եք։ Ես էլ եմ շնորհակալ եւ Լիանայի ինչպես խոստացա, ձեռքս ֆուտսի վրա եմ պահելու եւ կապը պահելու եմ։ Դու ուղղակի աշխարհի ամենահաջողակ մարդն ես։ Հետո հիանալու եմ քո հաջողություններով։ Այո, Աստծո կամքը։ Խոստանում ես, չէ՞։ Այո, քեզ չես մոռանում։ Աշխատում եմ։ Քեզ եւ բալիկին զուգահեռ իհարկե շատ լավ վստահ եմ, որ դասերակցություն կտաս նաեւ երեխային։ Զուգահեռ կգնաք առաջ։ Շնորհակալ ենք շատ։ Այս պահի մենք գտնվում ենք Anil Light կոսմետոլոգիական կենտրոնում։ Քանի որ մեր հաղորդման աջակիցն է հայտնի գործարար Անի Հովսեփյանը։ Այսօր Լիանայի հետ կկատարենք մի քանի էսթետիկ պրոցեդուրաներ ու Անիի հետ կզրուցենք կինը կնոջ հետ միասին, հասկանանք, տեսնենք ինչպես է հասել այն բարձունքին, որ կարողանում է օգնել եւս մեկ կնոջ։ Անի ջան, շնորհակալ եմ, որ մեր հաղորդման կողքին եք։ Ձեր կարգախոսն է օգնեք բոլոր այն կանանց, ովքեր ունեն իրականում դրա կարիքը, եւ այսօր դուք ձեր աջակցությունն եք ցույց տալիս մեր հաղորդման միջոցով։ Շատ ժամանակ շատ կանայք, շատ աղջիկներ ասում են, եթե ինչ-որ մի բան եք անում, պետքա չցուցադրեք, բայց մենք բոլորս այս ամենը անում ենք, որպեսզի մեր դիմացինն էլ տեսնի ու օրինակ ծառայի։ Իրականում դուք օրինակելի կին եք, որ շատ կանայք կարող են ձեզանից օրինակ ծառայել եւ կարողանալ այնքան աշխատել, որ կողքից էլ ինչ-որ մի կնոջ ավելի երջանիկ դարձնեն։ Դա շատ մեծ քայլ է ու շնորհակալ ենք ձեզանից, որ այսօր մենք այստեղ ձեր կողքը նստած ենք։ Ես եմ շնորհակալ, որ ինձ եք ընտրել, ինձ համար մեծ պատիվ է լինել առհասարակ կնոջ կողքին, ձեր հաղորդման անվանումը կինը կնոջ կողքին, միանգամից գրավեց, ես մեծ սիրով կաջակցեմ եւ ինչու՞ չէ նաեւ խորհուրդներով։ Շնորհակալ ենք Անի ջան, իրականում շատ ողջունելի է, որ Հայաստանում ընդամենը 2 հաղորդումը 2 անգամ է նկարահանվել ու բավականին մեծ արձագանքներ ունենք։ Անի ջան, իրականում մենք ընտրում ենք մեր հաղորդման մեջ այն մարդկանց, ովքեր որ իրենց աշխատանքի մեջ հմուտ են, պրոֆեսիոնալ են ու կարողանում են գեղեցիկ մատուցել, ու ես շատ ուսումնասիրելով իրականում տեսել եմ հենց ձեր մասին, որ ասեցին, նայեցի ու միանգամից իմ պրոդյուսերն ասում եմ, վայ, ասում եմ, ինչ լավն է, ինչ ճիշտ ընտրություն ես կատարել, այսինքն եթե 10 հոգի է լինում, այդ 10 հոգուց մեկին ենք ընտրում, ով իրականում այդ ամեն ինչին իր ուժերով հասել է, ու այդ կանանցից մեկը դուք եք, ողջունելի է, որ դուք
ձեզանով հասել եք ու դուք փորձում եք մի կնոջ կյանք փոխել։ Դա արդեն իսկ այդ ձեր կարգախոսը, ինչը որ ասում եք, հենց այդ էլ անում եք։ Անի ջան, այսօրվա մեր հյուրը Լիաննան է, ով բավականին ծանր, դժվար կյանք ա ունեցել, բայց երբևիցե չի կոտրվել։ Ու հիմա որպես դուք կայացած կին, ուզում եմ ձեզ հարցնել, արդյոք հնարավոր է մարդը, եթե շատ դժվար, ծանր ճանապարհ է անցել, իրեն կյանքը փոխել։ Եվ ձեր օրինակով ինչ խորհուրդ կտաք Լիաննային, որպեսզի չկոտրվի ու ամեն ինչ զրոյից սկսի։ Իսկ թվում է, եթե Լիաննան այսօր այստեղ է եւ դիմել է այս քայլին, ձեզ է դիմել այստեղ է, ինքը արդեն իսկ չի կոտրվել ու ինքը շատ ուժեղ է, ինչի ինձ համար շատ ողջունելի է։ Հայաստանում բիզնես վարելը կնոջը, միայն այդ կնոջ, եթե նայենք, որտեղ ես մենակ եմ սկսել վարել, հետո եմ ամուսնացել։ Միանշանակ հնարավոր է, կարևորը պետք է լինի ցանկություն, նպատակ եւ արդար սիրտ եւ միտք։ Իսկ Լիաննան, քանի որ ինքը չի կոտրվել, միանշանակ բոլորիս աջակցությամբ կկարողանա ել ավելի առաջ գնալ։ Կարևոր է, որ նպատակ դնես եւ միջև վերջ գնաս նպատակիդ։ Եվ ամենակարևորը հավատով եւ Աստծով։ Եթե չես կոտրվել, ուրեմն իմացի, որ քեզ միշտ պաշտպանել են։ Հիմա ել ավելի պետք է Աստծով առաջ գնաս, հավատաս, որ եթե դու այստեղ ես, ուրեմն ամեն ինչ ել ավելի շատ լավ է լինելու քո կյանքում։ Երբևէ մտածել եք, որ հանձնվեք, սա ձերը չի, չեք կարող։ Իհարկե միշտ լինում են նման պահեր, բայց ինձ մոտ տվել են ընդամենը 24 ժամ։ Ես ինձ թույլ եմ տվել կոտրվել, դա շատ կարևոր է։ Երբ որ կա ինչ-որ էմոցիա, դու պետք է դա ապրես եւ հասկանաս ինչու է տրված եւ առաջ գնաս։ Եվ չնայած բոլոր խոչընդոտներին, դժվարություններին, որ կողքից մարդիկ փորձել են խոչընդոտել, որ անի լայթը չզարգանա, ես միշտ առաջ եմ գնացել, որովհետեւ ես հասկացել եմ, որ ես օգնում եմ կանանց, ես պարզապես գումար չեմ աշխատում Եվ այդ միտքը, որ շատ կանայք ունեն իմ կարիքը եւ այս ոլորտը կարելի է վերափոխել, ձևափոխել, օգնել ավելի շատ կանանց, ինձ ուժ է տվել, որ ես առաջ գնամ։ Իրականում մեկ-մեկ ես ինձ տանջվում եմ, ասում եմ, լավ, ասում եմ, ոնց կարա չար մարդ լինի, ու ասում դե չեմ կարա որ բոլորից տիպեմ ասեմ բարի եղի, բայց ես որ հենց մեր Լիաննայի հետ ներս եկա, մտա, ես հասկացա ձեզանից, որ ձեր աչքերի բարությունը արդեն արտահայտվում է, Լիաննային այդ ձեր սենց հայացքով նայեցիք, ասեցիք ուզում ես նիհարես, այսինքն քո օգնությունը դու արդեն իսկ քո հասկանում ես, դու չասեցիր արի նիհարեցնեմ մի անգամից, ուզում ես նիհարես, որ հասկանաս ինչ է պետք իրան, ու դա շատ ողջունելի է, ապրեք դուք։ Հուսով եմ մենք երկար ճանապարհ կգնանք միասին, մենք էլ ուզում ենք մեր հետևորդներին, հեռուստադիտողներին ասել, որ իրականում կան այսպիսի կանայք, ովքեր իրենց մի փոքր ներդրումն են կատարում մի կնոջ կյանք փոխելով, բոլորին խորհուրդ տանք, որ վստահեն մեզ եւ ամփոփելով զրույցը, Անի ջան, ինչ խորհուրդ կտաք բոլոր այն կանանց, ովքեր ուզում են սկսել բիզնես, բայց վախեր ունեն։ Կարող է ստացվի, կարող է չստացվի, ոնց սկսեմ։ Վախերը դրա համար են, որ հաղթահարենք։ Եթե չգնանք դեպի մեր վախեր, մենք չենք հասկանա մեզ մոտ կստացվի թե չէ։ Անկամ պետք է 100 անգամ փորձել, եթե հնարավոր է ձախողել, բայց 101-րդը գուցե ստացվի։ Երբեք պետք չի վախենալ, ինչպես նշեցի, եւ բացի այդ, ես ապրում եմ Աստծո խոսքով եւ միշտ կանանց ասում եմ, հաճախեք պատարակ, եկեղեցի, լսեք Աստծո խոսքը եւ ամենամեծ ուժը դա գալիս է մեր ներսից, գալիս է Աստծուց։ Եվ եկեք հիմա Լիաննային հարցնենք, Լիաննա ջան, երբևէ նման տեսակի պրոցեդուրաներ իրականացրել եք, որտեղ մեր սրահում կատարում է բոլոր տեսակի մազահեռացումները, կոսմետոլոգիա, նաև տիբետյան կոսմետոլոգիա, մարմնի կորեկցիա, ինչը ձեզ կհետաքրքրի։ Ճիշտ ասած, երբևէ չեմ հաճախել նման կենտրոններ։ Իմ կյանքում եղել է սենց, որ հանգամանքների բերումով ես մոռացել եմ, որ ես աղջիկ եմ։ Ու ինձ թվում է, դա դուք պետք է հասկանաք, թե ինձ ինչ է պետք, ու որպես մասնագետ, որովհետև ես չգիտեմ։ Ես չգիտեմ ինչից սկսեմ, ինչից վերջացնեմ, ինչի հաճախեմ, ինչի չարժի հաճախել։ Ինձ թվում է, դա դուք պետք է ասեք որպես մասնագետ։ Շատ լավ, նախ որպես մասնագետ միանշանակ անցնենք խորհրդատվություն, որպեսզի հասկանանք օրգանիզմը ինչ վիճակում է, եւ ըստ դրա արդեն կուղղորդեմ թե մազահեռացումը ես մեծ սիրով կնվիրեմ բոլոր պրոցեդուրաները, թե մազահեռացումը, թե մարմնի կորեկցիա, թե խնամք, որովհետեւ այն բոլոր, ոնց որ նշեցիք, հա, աղջիկ, չեմ իմացել, որ աղջիկ եմ, աղջիկը պետք է զգա բոլոր պրոցեդուրաները իր վրա, եւ դրանով ոչ թե մի փոքր հիշեք
սիրեք, այլ երբեք չմոռանաք, որ կինը ինքը պետք է ինքն իրեն սիրի, որ կարողանա սիրել նաև մնացածին ու աշխարհը լուսավորի, որտեղ կնոջ էներգիան ինքը շատ հզոր ուժ է։